Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մեր պատմություն հաղորդաշարի եթերում այսօր խոսելու ենք Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի մասին։ Մեր հաղորդաշարն արդեն 100-րդ անգամ է եթերում եւ ստացվում է, որ հոբելյանական հաղորդումը նվիրված է հենց Մայր տաճարին։ Սա իհարկե պատահականություն չէ, մենք հաշվի ենք առել մեր պատմության մեջ Սուրբ Էջմիածնի ունեցած բացառիկ դերակատարությունը, պատմական այն առաքելությունը, որ ունեցել է այստեղ ձևավորված կառույցը, այն ազգային պետական նշանակությունը, որ ունեցել է այն համայն հայության համար եւ բնականաբար ընտրել ենք 100-րդ թողարկումը հենց այս թեմայի շուրջ խոսել։ Սուրբ Էջմիածնի մասին հիշատակությունները բնականաբար գալիս են դեռևս 4-րդ դարի սկզբից։ Այստեղ խոսք է գնում նախ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի մասին, որ ներկայացնում է Ագաթանկեղոս պատմիչը։ Եվ սա բնականաբար քրիստոնեության պետական կրոն հռչակմանն անմիջապես հաջորդող ժամանակաշրջանին վերաբերող տեղեկություն է։ Հետագայում դարերի ընթացքում տարբեր պատմիչներ տարբեր հիշատակություններով անդրադառնում են Մայր տաճարին եւ իհարկե սրան գումարվում է նաեւ հնագիտական որոշակի աշխատանքների այն արդյունքը, որ փաստագրվել է հատկապես 20-րդ դարի վերաշինումների ընթացքում։ Պատմական սկզբնաղբյուրներում ի հայտ եկած տեղեկություններն իհարկե Մայր տաճարը հիշատակում են տարբեր ձևակերպումներով, շողակաց Սուրբ Աստվածածին օրինակ կամ պարզապես Մայր տաճար եւ ահա 13-րդ դարի վերջից մենք տեսնում ենք, որ շատ հստակ միտում է ի հայտ գալիս այս եկեղեցին անվանելու Սուրբ Էջմիածնի Մայր տաճար։ Բնականաբար շարունակում է սկզբնաղբյուրներն օգտագործել նաեւ կաթողիկե եւ նաեւ զուգահեռաբար շողակաց Սուրբ Աստվածածին տարբերակները, սակայն Էջմիածնի Մայր տաճար տարբերակը դառնում է արդեն հիմնական ուղենշային մոտեցումը։ Այսպիսով, այսօր խոսելու ենք Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի մասին։ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է դեռևս 4-րդ դարի սկզբին։ Ագաթանկեղոս պատմիչը նշում է, որ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն է ընտրվել վայրը եւ կառուցման տրամաբանությունը։ Եվ շինարարությունը իրականացվել է 302-ից 303 թվականներին։ Սկզբնական շրջանում սրբազան ավանդությունը ներկայացնում էր, որ հրեշտակի ցույց տված վայրում է կառուցվելու եկեղեցին, որտեղ փաստորեն խաչի նշանով ցույց էր տրվել Գրիգոր Լուսավորչին տեսիլքում։ Եվ դրանից հետո շինարարությունը իրականացվել է, ընդ որում ավանդությունը նաև հետարքիր ձևով ներկայացնում է, որ այստեղ նաև Տրթատ թագավորը դերակատարություն ունի, որ առաջին քարերը, առաջին որմերը նա բերել է հայերի համար եւ նաև համաքրիստոնեական ընկալումների համար սրբազան համարվող Արարատ լեռից։ Հետագայում մենք տեսնում ենք, որ այս ավանդությունը հարստացվել է ավելի հետաքրքիր դրվագով, պարզում է, որ Աստծո միածին որդին Հիսուս Քրիստոս ինքը տեսիլքում ի հայտ է եկել, Հիսուս Քրիստոս իր կերպարանքով իջել է ոսկե մուրճով ցույց է տվել այն վայրը, որտեղ պետք է կառուցվի եկեղեցին եւ նաեւ տվել է պատկերը այդ եկեղեցում։ Եվ ահա հենց այս տրամաբանությամբ ստացվում է, որ Գրիգոր Լուսավորիչը ընտրել է այդ վայրը եւ այդտեղ կառուցել եկեղեցին։ Նախ տարածքը պարսպապատվել է, այնուհետև այդ տարածքից ներս կենտրոնական հատվածում կառուցվել է եկեղեցին եւ ինչպես արդեն նշեցինք, առաջին քարերը իր ուսերին դրած բերել է փաստորեն արքան անձամբ ինքը եւ դրել փաստորեն միածնաեջ եկեղեցու հիմքերը։ Այստեղ փաստորեն մեկտեղում են մի քանի հետարքիր գաղափարներ։ Նախ այստեղ փաստորեն իջել է անձամբ Հիսուս Քրիստոս, այսինքն Աստծո միածին որդին, եւ սա փաստորեն Հայաստան աշխարհի վրա նրա այցելության միակ եզակի տեղն է։ Այս առումով բացառիկ է դառնում այս կառույցը եւ այս վայրը։ Բացի այդ, ստացվում է, որ բիբլիական Արարատ լեռան վրայից են բերվել սրբազան այդ առաջին քարերը, որոնցով արքան եւ հայրապետը միասնաբար հիմք են դրել ազգային հոգեվոր այս կարևոր կառույցին եւ հաստատությանն առհասարակ։ Եվ ահա այս սիմվոլիզմից, այս խորհրդաբանությունից էլ սկիզբ է առնում փաստորեն
Սուրբ Էջմիածնի մայր տաճար եւ առհասարակ Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Տասնամյակներ շարունակ մասնագետները վիճել են, արդյոք այս եկեղեցին ի սկզբանե ունեցել է գմբեթավոր կառույց, թե ոչ։ Եղել է արդյոք բազիլիկ շինություն սկզբնապես, որի հիմքի վրա պետք է հետո միայն ավելացվեր գմբեթ։ Տարբեր տեսակետներ են եղել եւ օրինակ ճարտարապետ Թորոս Թորամանյանը կարծում էր, որ պետք է սկզբնապես գոյություն ունենար բազիլիկ թաղածած կառույց, որի վրա միայն հետագայում պետք է ամրացվեր գմբեթը։ Սակայն 1950-ական թվականներին իրականացված շինարարական վերականգնման աշխատանքների ժամանակ մասնագիտական աշխատանքները ցույց տվեցին, որ այստեղ բազիլիկ կառույց նախկինում չի եղել։ Այսինքն ի սկզբանե եկեղեցին նախագծված եւ կառուցված է եղել գմբեթավոր իբրև շինություն եւ խաչաձև գմբեթավոր այս կառույցը, այս հորինվածքը փաստորեն Հայաստանում առաջին անգամ տեղ է գտնում հենց Սուրբ Էջմիածնի պարագայում։ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում տեղ գտած ճարտարապետական այս լուծումները փաստորեն պետք է հենց այստեղից տարածվեին ամբողջ Հայաստանով եւ անցնեին բյուզանդական միջավայրով դեպի եվրոպական եկեղեցաշինության ոլորտ։ Սա բացառիկ է դարձնում այս եկեղեցին փաստորեն եւս մեկ տեսանկյունից։ Երբ մենք խոսում ենք Էջմիածնի մայր տաճարի մասին, մենք չենք կարող չնշել, որ դարերի ընթացքում են ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների։ Եվ այս վերակառուցումները իհարկե մեր պատմական զարգացման ընթացքի տրամաբանության մեջ են։ Չէ՞ որ Հայաստանը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների եւ նվաճումների, եւ այս տարբեր հարձակումներից հետո այդ ամենը վերապրած տաճարը պետք է իհարկե անցներ վերաշինման գործընթացով եւ ներկայանար իր հավատացյալներին արդեն նորովի։ Ամենաթարմ վերակառուցումը իհարկե վերջին տարիներին էր։ Մեկ տասնամյակից ավելի տևած վերակառուցման աշխատանքներից հիմնանորոգումից հետո անցած տարի 2024 թվականին ի վերջո ավարտվեց մայր տաճարի փաստորեն վերանորոգման հսկայածավալ աշխատանքը եւ տաճարը վերահոսվեց Ծեռամ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի։ Ամբողջ շինարարության ընթացքը հենց ղեկավարվել է Գարեգին II հայրապետի կողմից եւ փաստորեն պատմականորեն ամենահիմնավոր նորոգման ընթացքն է ունեցել եկեղեցին։ Պատմիչ Փաստոս Բուզանդը ներկայացնում է, որ 360-ական թվականներին Պարսից շապուհ երկրորդ արքայի Հայաստան կատարած արշավանքի արդյունքում ավերվել են տարբեր քաղաքներ եւ մասնավորապես Վաղարշապատում եւս ավերածություններ են կատարվել, այս ավերածություններից տուժել է նաեւ Էջմիածնի մայր տաճարը։ Եվ նա ներկայացնում է, որ հետո արդեն Ներսես առաջին Պարթև կաթողիկոսը կատարել է այստեղ շինարարական աշխատանքներ եւ վերակառուցել է մայր տաճարը։ Հետագայում սկզբնաղբյուրները խոսում են նաեւ Սահակ Պարթև կաթողիկոսի կողմից այստեղ իրականացված նորոգման աշխատանքների մասին, իսկ ավելի ուշ հատկապես Վահանանց պատերազմի հաջող արդյունքներից հետո տեսնում ենք, որ Վահան Մամիկոնյանն այստեղ նշանակել է հատուկ իր կողմից վստահելի անձի, իբրև լուսարար, խոսքը իհարկե Ղազար Փարպեցու մասին է, ով հայտնի է մեր հեռուստադիտողին իբրև պատմիչ։ Նրա այստեղ ծառայության ընթացքում գրանցվել է մի դեպք, երբ որ հրդեհվել է փայտե տանիքը եւ փաստորեն հենց նրա հոգացությամբ այն նորոգվել է, իսկ հետագայում արդեն ինչպես Սեբեոս պատմիչն է ներկայացնում, Կոմիտաս Աղցեցի Մամիկոնյան կաթողիկոսի կողմից ծածկը փոխարինվել է արդեն քարե ծածկով եւ այդպիսով մենք տեսնում ենք, որ այստեղ շինարարական աշխատանքները բերում են մի նոր հանգրվանի։ Եթե մենք անդրադառնանք մայր տաճարի ժամանակակից տեսքին, ապա նրա այդպես տարածական ընդհանուր լուծումները եւ հիմնական տեսքը բնականաբար գալիս է հենց 5-րդ դարի վերջին այդ վերակառուցումների արդյունքից եւ հետագայում տարբեր ժամանակներում տեղ են գտել տարբեր հավելումներ, օրինակ ավելացել է Զանգակատունը 17-րդ դարում եւ նաեւ ավանդատներն են ավելացել եւ այդպես շարունակ։ Այսինքն կարելի է ասել, որ շինարարական աշխատանքներն այստեղ ընթացել են հարյուրամյակներ շարունակ, անընդհատ տարբեր կաթողիկոսներ այստեղ փորձել են իրենց լրացուցիչ լուման ներդնել մայր տաճարի բարեկարգության համար։ 480-ական թվականներին, երբ Դվին է տեղափոխվում փաստորեն կաթողիկոսարանը, նույնիսկ դրանից հետո մենք տեսնում ենք դարեր շարունակ, որ Սուրբ Էջմիածինը չի կորցնում իր կարևոր նշանակությունը։ Այստեղ իհարկե առանձնահատուկ պետք է շեշտել նրա մասին գաղափարաբանությունը, որ դրվում է 13-րդ դարի վերջին Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Սյունյաց այդ ժամանակաշրջանի Օրբելյան իշխանական ընտանիքի ներկայացուցիչը վարում էր Սյունիքի միտրոպոլիտի
պաշտոնը 13-րդ դարի վերջից մինչև 14-րդ դարի սկիզբ եւ նա դառնում է մի շատ հետաքրքիր նոր գաղափարախոսական ուղղության հիմնադիր։ Ստեփանոս Օրբելյանը շատ հետաքրքիր անհատականություն է։ Մեկ անձի մեջ միավորված են աշխարհիկ իշխանը եւ բարձրաստիճան հոգեորականը, արքեպիսկոպոս միտրոպոլիտ եւ Սյունյաց Օրբելյան իշխանական ընտանիքի ներկայացուցիչ։ Այս անձնավորությունը առաջ է քաշում հետաքրքիր գաղափար։ Փաստորեն Հայաստանը մի կողմից այդ մողոլական տերության, իշխանության համակարգի մեջ է, մյուս կողմից Կիլիկյան Հայաստանում ընթանում են հետաքրքիր գործընթացներ, ընդ որում վատ ուղղությամբ, բանն այն է, որ այստեղ 1292 թվականին, երբ խաչակրած վերջին փշրանքները գրավել էին Եգիպտոսի մամլուքները, նրանք հարձակվում են նաև Կիլիկյան Հայաստանի վրա եւ 1292 թվականին գրավում են այն ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Հռոմկլան։ Եվ կաթողիկոսարանի գրավումից եւ հոգեորականների գերեվարումից հետո ստիպված են լինում կաթողիկոսական աթոռը Կիլիկյան Հայաստանի աշխարհիկ նաև առաջնորդների միջամտությամբ տեղափոխել բնականաբար այդ ժամանակ Սիս մայրաքաղաք, Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաքը։ Սրանից հետո արդեն ակնհայտ էր, որ նոր ինչ-որ միջավայր է ձևավորվում Կիլիկիայի շուրջ եւ ահա այս պայմաններում այս ամենին արձագանքում է Ստեփանոս Օրբելյանը հետաքրքիր նոր գաղափարաբանությամբ։ Նա առաջ է քաշում հետաքրքիր այսպիսի մի գաղափար, որ եթե Սուրբ Էջմիածին վերադառնա կաթողիկոսական նստավայրը, դա դառնալու է սկիզբ հայոց հոգևոր կյանքի նորոգության եւ ասում է, որ եթե նորոգվի կաթողիկոսական աթոռը այստեղ, ապա հենց այստեղ էլ հետագայում նորոգվելու է հայոց թագավորությունը։ Սա շատ հետաքրքիր գաղափար է եւ եթե մենք շատ խորանանք այն իրադարձությունների մեջ, որ հետագայում են տեղի ունենում, մեծ հաշվով այս նշանավոր մտավորականը չէր սխալվում, որովհետեւ հենց այստեղ Հայաստանի արևելյան մասում է դարեր անց վերականգնվում հայոց պետականությունը եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման հիմքում մենք տեսնում ենք նորից մայրաթոռի ներգրավվածությունը եւ կոնկրետ այստեղ այդ ժամանակ գտնվող Գևորգ 5-րդ կաթողիկոսի վճռորոշ կամքը, օրինակ Սարդարապատի հերոսամարտից առաջ։ Ստացվում է, որ այս ամենը դեռ դարեր առաջ կանխատեսելի էր այնպիսի մի մտավորական գործի համար, ինչպիսին էր Ստեփանոս Օրբելյանը։ Եվ ահա մենք տեսնում ենք, որ գործընթացը սկիզբ է առնում նրա նախանշումից մոտավորապես 140 տարի անց, մասնավորապես 1431 թվականին, հենց նրա տոհմի ներկայացուցիչ Ռուստամ Օրբելյանը, երբ գտնվում էր արդեն Կարակոյունլուների թուրքմենական ցեղի տիրապետության պայմաններում Հայաստանի Արարատյան կուսակալության կուսակալի պաշտոնում, նա 7 գյուղ է նվիրաբերում Մայր տաճարին։ Սկսվում է այստեղ միաբանության կյանքի վերականգնումը եւ բնականաբար այս ամենի իբրև հանրագումար 1441 թվականին կազմակերպվում են կաթողիկոսական ընտրություններ եւ տեղափոխվում է կաթողիկոսական աթոռը, վերադառնում է Սուրբ Էջմիածին։ 16-րդ դարում Հայաստանը հայտնում է նոր իրողությունների պայմաններում։ Թուրք-պարսկական պատերազմները հանգեցնում են Հայաստանը սարսափելի պայմանների։ Հայաստանը նվաճում է այս երկու պետությունների միջև, այս ընթացքում ենթարկվելով բազմաթիվ ասպատակությունների ու ավերածությունների։ Եվ հենց այսպիսի պայմաններում 1547 թվականին առաջին անգամ բարձրացվում է Հայաստանի ազատագրության օրակարգ։ Հենց այստեղ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում Ստեփանոս Սալմաստեցի կաթողիկոսը կազմակերպում է ժողով, որը պետք է նոր օրակարգ բարձրացներ։ Հայաստանը պետք է ազատագրվի եւ նորից ունենա թագավորություն։ Եվ ահա այս օրակարգով նա պետք է մեկներ եվրոպական տարբեր մայրաքաղաքներ, բանակցեր Հայաստանին հնարավոր աջակցություն գտնելու հարցում եւ դրա միջոցով փաստորեն այս բանակցությունների միջոցով պետք է ստանանք նորից պետականություն։ Երբ մենք նայում ենք հետագա իրադարձությունների ընթացքին, թուրք-պարսկական պատերազմները Հայաստանը բերում են արհավիրքների։ 1604 թվականին Շահ Աբասի բռնագաղթի արդյունքում Հայաստանը պարզապես դատարկվում է եւ այդ ժամանակ, որպեսի հայերին հոգևոր կյանքի տեսանկյունից նաեւ կապի Շահ Աբասը օրինակ Սպահանի հետ, խնդիր է դրվում, որ պետք է այստեղից Մայր տաճարը ամբողջությամբ քանդվի եւ տեղափոխվի այնտեղ։
Սա մասնավորապես արվում էր ջուղայի վաճառականներին ավելի հոգևոր կապ տալու կոնկրետ ջուղա արվարձանի հետ, նոր ջուղա արվարձանի հետ սպահանում։ Սա չհաջողվեց իրականացնել ժամանակի սղության պատճառով եւ միայն առանձին քարեր այսպես համարակալված տարել են եւ փորձել են դրանով փաստորեն այնտեղ հոգևոր կյանքի համար առանձին միջավայր ապահովելու։ Հետագայում մենք տեսնում ենք, որ արդեն Մովսես Տաթևացի կաթողիկոսի ընտրությունից հետո այստեղ Սուրբ Էջմիածնում սկսում են վերաշինման աշխատանքներ։ 25 տարի անց ամայացման եւ փլուզման վտանգի տակ հայտնված մայրավանքը նորոգության ընթացք է անցնում եւ դառնում է նորից իր հավատավոր ժողովրդի համար հասանելի բաց ուխտավայր։ Մովսես Տաթևացին հիմնանորոգման աշխատանքներ է սկսում իրականացնել եւ այս տրամաբանությունը շարունակում է նրա հաջորդ կաթողիկոսը Փիլիպոս առաջին Աղբակեցին։ Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի ժամանակ ոչ միայն շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները, այլև մենք այստեղ տեսնում ենք, որ նաև սկիզբ է դրվում զանգակատան շինարարության, այն գեղեցկաշուք զանգակատան, որի զանգերը մենք այս պահին լսում ենք։ Այս գործի հարցում իհարկե մեծ դեր են ունենում ժամանակի հայ մեծահարուստները եւ բնականաբար ազգային բարերարի դիրքերում է հանդես գալիս այդ ժամանակվա հայ խոջայության ներկայացուցիչ անձնավորություն։ Տվյալ դեպքում Պոլսահայ վաճառականական խավի ներկայացուցիչ Անտոն Չելեպին իր միջոցներն է ներդնում այս շինարարության վրա եւ պատահական չէ, որ այս մարդու բարձրաքանդակը տեղ է գտել նրա կառուցած աստորեն շինության պատին։ Եվ հաճախ իդեպ մենք տեսնում ենք, որ բավական անտեղին փորձ է արվում նրա բարձրաքանդակը նույնացնել Շահ Աբբասի հետ, իբրև Շահ Աբբասի բարձրաքանդակ, այնինչ դա ամբողջությամբ մերժված վարկած է, որովհետև Շահ Աբբասի բռնագաղթի ժամանակ այդ շինությունը գոյություն չի ունեցել, որ մի հատ էլ Շահ Աբբասի պատկերը լիներ։ Զանգակատան շինարարությունը շարունակվել է նաև Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսին հաջորդած կաթողիկոսի օրոք, նրան հաջորդել է նրա լավագույն սանը Հակոբ IV Ջուղայեցին, եւ Հակոբ IV Ջուղայեցին ավարտել է զանգակատան շինարարությունը, շարունակել եկեղեցու բարեկարգման աշխատանքները եւ հիշեցնել, որ Հակոբ IV Ջուղայեցին է հենց այն կաթողիկոսը, ում օրոք դրվում է երկու կարևոր գործընթացի սկիզբ։ Մեկը հայկական տպագրության վերազարթոնքներ լրիվ նոր մակարդակի վրա դնելը, որ նա կազմակերպում է, հենց նա էր կանգնած, օրինակ ոսկան Երևանցու գործնեության հետևում, նա է կազմակերպում ամբողջ այդ գործընթացը, որ Ամստերդամում հիմնադրվի տպարան եւ այդտեղ հետագայում տպագրվում է առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչը։ Եվ այս կաթողիկոսն է երկրորդ շատ կարևոր հանգամանք 1677 թվականին Սուրբ Էջմիածնի Մար տաճարում կազմակերպում դարակազմիկ մի իրադարձություն։ Այստեղ հավաքվում են տվյալ ժամանակաշրջանի հայկական էլիտայի 3 շերտերը։ Աշխարհիկ հոգևոր էլիտաները միասին քննարկում են Հայաստանի ազատագրության հարցը գործնական հիմքի վրա դնելու այս օրակարգը։ Եվ այստեղ մի կողմից ներկայացված էր փաստորեն հոգևոր բարձրագույն դասը, իբրև ժամանակաշրջանի հայ մտավորականություն եւ նաեւ հայկական շահերը ներկայացնելու լեգիտիմ ինստիտուցիոնալ լեգիտիմություն ունեցող բնականաբար խավ, եւ երկրորդը այստեղ մելիքական խավներ եւ նրանց պետք է փաստորեն աջակցեր նաեւ տվյալ ժամանակաշրջանի խոջայությունը, իբրև արդեն նոր կապիտալիստական խավ։ Ստացվում է հայկական իրականության 3 խոշոր խավերը պետք է իրենց ուժերը մեկտեղեին նրա համար, որ Հայաստանը նորից ունենար թագավորություն։ Ստացվում է, որ արդեն հերթական անգամ այն գաղափարը, որ Ստեփանոս Օրբելյանը ժամանակին ներկայացրել էր, Մար տաճարի եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարագայում իրականություն է դառնում։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ Հայաստանի ազատագրության գործընթացը, ազատագրության են ծրագրերը, որ հետո մենք պետք է տեսնենք Իսրայել օրու եւ շարունակողների պարագայում, այդ ամենի հիմքերը դրվում են 1677 թվականի Էջմիածնի գաղտնի ժողովում։ Դրանից հետո եւս Մար տաճարը շարունակել է ենթարկվել շինարարական նորոգումների եւ հավելումների։ Եվ տեսնում ենք, որ այստեղ ստեղծագործել են նաեւ ժամանակաշրջանի լավագույն մեր վարպետները, մասնավորապես
եկեղեցու ներսում պատերի նկարազարդման աշխատանքներին, որմնանկարների այստեղ արվեստով հարստացման գործին իրենց լուման են ներդրել Նաղաշ Հովնաթանը եւ Հովնաթանյանների ընտանիքի մի քանի սերունդներ։ Եվ մենք այն բոլոր գործերը, որ տեսնում ենք եկեղեցու ներսում պատերին արված, հենց այս ընտանիքի ստեղծագործական հմուտ աշխատանքի արդյունքն է։ Բնականաբար այս շինարարական աշխատանքներին զուգահեռ հնարավոր չէ չնկատել այն հանգամանքը, որ հենց Մայրաթորն է դառնում արդեն շատ հստակ, հատկապես արևելահայության ազգային կյանքի կարևորագույն կենտրոնը եւ ամենակարևորը ազգային օրակարգի ձևավորման առանցք։ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի տարածքում պատմության ընթացքում եղել են շինարարական բազմաթիվ աշխատանքներ։ Վերանորոգման եւ հավելման տարբեր աշխատանքների արդյունքում Էջմիածնի Մայր տաճարը ստացել է այն տեսքը, որ ունի այսօր։ Բնականաբար մենք չենք կարող բոլոր այդ աշխատանքների մասին խոսել մեկ հաղորդման ընթացքում, որովհետեւ դրանք այնքան են, որ մենք կարող ենք բազմաթիվ հաղորդումներ նվիրել միայն Մայր տաճարի շինարարական աշխատանքներին։ Այստեղ իհարկե նշենք առանձին օրինակներ 19-րդ դարում մասնավորապես Գևորգ 4-րդ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի հոգացությամբ են որոշ աշխատանքներ իրականացվեն, այնուհետև մասնավորապես Ռուսաստանի հայկական գաղթավայրում իրականացված հանգանակության արդյունքում հավելվել է այն շինությունը, որ նախատեսված էր թանգարանի համար եւ այժմ դա ավագ խորանի շարունակությունն է դեպի արևելք եւ իհարկե պետք է նշենք այն մասին, որ Մայր տաճարը հիմնանորոգման լուրջ աշխատանքներ է անցել նաեւ 20-րդ դարի ընթացքում։ Շատ հետաքրքիր է, որ 1910 թվականին այստեղ երբ որ քննարկվել է Մայր տաճարի վերանորոգման, հիմնանորոգման հարցը եւ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, այդ քննարկումը նախագահել է առայժմ դեռևս ոչ կաթողիկոսական կարգավիճակում գտնվող Գևորգ arczepiskopos Սուրենյանցը եւ քարտուղարել է Կոմիտաս վարդապետը։ Երկու շատ հետաքրքիր խորհրդանշական կերպարներ, նրանք միասին վարել են այդ աշխատանքային խմբի նիստը եւ Մայրաթորի տարածքում հետագայում շինարարական աշխատանքները շարունակվել են, մասնավորապես հենց արդեն Գևորգ 5-րդ կաթողիկոսի օրոք 1914 թվականին մասնակին օրոքվել է Մայրավանքը եւ այստեղ իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել ազգային բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը։ Ինչպես տեսնում ենք, ազգային տարբեր բարերարներ պատմության ընթացքում իրենց նյութական աջակցությամբ սատար են կանգնել իրենց հոգևոր կենտրոնին եւ անսասան են պահել այդ հոգևոր կենտրոնի նաեւ քարեղեն շինությունը Մայր տաճարը։ 1915 թվականը իհարկե նոր փորձություններ բերեց հայոց ցեղասպանության այդ գագաթնակետ ժամանակահատվածում հայոց մեծ եղեռնի օրերին մենք տեսնում ենք, որ այս տարածքը, այն ամբողջ տարածքը, որ շրջապատում է Մայր տաճարին, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դառնում է ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների եւ հատկապես մանուկների ապաստանելու վայր, հատկապես որբ մանուկների եւ առհասարակ ստացվում է, որ այդ ազգային մեծ աղետի օրերին Մայրաթորը դառնում է այս հալածյալ եւ վերապրյալ մարդկանց գլխավոր հոգացության օջախը։ 1918 թվականի մայիսին մայիսյան հերոսամարտերի մասնավորապես Սարդարապատի հերոսամարտ մեկնող մարտիկները իրենց օրհնությունը ստացել են հենց Մայր տաճարի բակից։ Հետագայում արդեն խորհրդային շրջանում տարբեր փորձություններով է անցել, նույնիսկ փակման վտանգի առաջ է կանգնել Մայր տաճարը։ 1938 թվականի օգոստոսի 4-ին խորհրդային Հայաստանի ղեկավարությունից նման որոշում էր կայացրել, սակայն 4 օր անց միայն խորհրդային կենտրոնից եկավ այդ որոշման բեկանում արգելքը եւ այս գործընթացը կանգ առավ։ Արդեն երկրորդ աշխարհամարտի տարիներին հայրենական մեծ պատերազմում եկեղեցու խորհրդային պետության ցուցաբերած մեծ աջակցության շնորհիվ փոխվում է վերաբերմունքը եւ նույնիսկ պետական հոգացությամբ արդեն Գևորգ 6-րդ Չորեքշան կաթողիկոսի օրոք սկսվում են այս եկեղեցու Մայրաթորի վերանորոգման աշխատանքները։ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը եւ առհասարակ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայոց պատմության մեջ ունեն բացառիկ նշանակություն եւ հայերի ազգային հոգեվոր կյանքի առանցքն են։ Այստեղ իհարկե պետք է առանձնահատուկ նշել, որ այն նաեւ պատմաճարտարապետական մեծ արժեք է ներկայացնում։ Մայր տաճարը աչքի են կնում իր նաեւ քանդակագործական առանձնահատկություններով եւ վաղ քանդակագործական լուծումներից պետք է առանձնացնել օրինակ Պողոս Առաքյալի բարձրաքանդակը, ավելի ուշ շրջանում օրինակ Մովսես Տաթևացու օրոք կառուցված
գմբեթի վրա մենք տեսնում ենք նաև 12 առաքյալների քանդակները, որոնք նաև վառ անհատականությամբ են օժտված։ Մարտ տաճարի տարածքում ուղարկավորված են մի քանի կաթողիկոսներ, մասնավորապես նրանցից պետք է առանձնացնել վերջին 200 տարվա մի քանի կաթողիկոսների Ներսես Աշտարակեցուն, Մկրտիչ Խրիմյանին, Խրիմյան հայրիկին եւ իհարկե վերջին կաթողիկոսներից Գարեգին առաջինին եւ նրան նախորդած Վազգեն առաջինին։ Այսպիսով Էջմիածինը համահայկական ազգային կյանքի կարևորագույն կենտրոնն է։ Եվ այսպիսով մեր պատմությունը հաղորդաշարի հոբելյանական համարը, որ նվիրված էր Սուրբ Էջմիածնի Մարտ տաճարին, մոտեցավ իր ավարտին։ Այն համազգային նշանակությունը, որ ունեցել է Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ, մեր հաղորդաշարի այս համարում ներկայացավ իր պատմական ողջ նշանակությամբ եւ իհարկե նաեւ քաղաքակրթական ֆենոմենը քննարկվեց առհասարակ Սուրբ Էջմիածնի դերակատարությամբ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։